Բարձր հարգելի ընկերներ, Facebook-յան իմ Excel-ի on-line դասընթացներ անունը կրող էջի հետևորդներից մեկի խնդրանքով այսօր ցույց կտամ, թե ինչպես կարելի է ունեցած տվյալների հիման վրա Excel-ում կառուցել շրջանաձև դիագրամ։ Հա մեր առջև փոքրիկ աղյուսակ է, որն արտացոլում է երկիր մոլորակի մակերեսում ցամաքային և ջրային մակերեսների ընդհանուր տարածությունը և դրանց հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք, մեր երկիր մոլորակի վրա ցամաքային մակերեսը զգալի ավելի քիչ է, քան ջրայինը։ Եվ խնդիր ունենք այս ամենը դարձնել պատկերավոր, օգտագործելով շրջանաձև դիագրամ։ Շրջանաձև դիագրամը կառուցելու համար կնշեմ աղյուսակը, Insert ներդիրից կընտրեմ Charts հատվածը և նրա կոնկրետ փայ ենթաներդիրը։ Փայը հենց նշանակում է շրջանաձև դիագրամներ, դիագրամների խումբը և կընտրեմ 2D շրջանաձև դիագրամ, այսինքն ոչ ծավալային, սեղմեմ, հայտնվում է մեր շրջանաձև դիագրամը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այստեղ սխալ կա, քանի որ մենք դիտարկում ենք երկրագնդի մակերեսը և շրջանաձև դիագրամի անունը չի կարող լինել միլիոն քառակուսի կիլոմետր։ Տեսնենք ինչումն է հարցը, կանգնում ենք դիագրամի վրա, աջ քլիք ենք անում և Select Data, տվյալների ընտրություն։ Մենք տեսնում ենք, որ դիտարկվող երևույթը այստեղ միլիոն քառակուսի կիլոմետրն է, որը մեր աղյուսակի երկրորդյան առաջին վանդակի անվանումն էր։ Edit ենք տալիս և ուղղում սխալը։ Ինչպես տեսնում ենք, այստեղից է բռնել, տվյալ պահին դիագրամը գտնվում է աղյուսակի վրա, որպեսզի չքաշեմ, միանգամից փոխեմ, այսպես, երկրագնդի մակերեսը փոխարինեցի, OK, և արդեն երկրագնդի մակերեսն։ Ընտրեմ, շրջանաձև դիագրամը կարող ենք թողել ինչպես Excel-ի աղյուսակի շիթում, այնպես էլ տեղափոխել այն։ Շիթում թողելու համար պետք է փոխել դրա մասշտաբները։ Հիմա տեսնում ենք, որ այն շատ մեծ է և եկել ծածկել է մեր աղյուսակը, կամ կարող ենք տեղաշարժել։ Հիմա այսպես տեղափոխենք, մի քիչ մասշտաբը կարող ենք փոքրացնել, տեսանելի լինի։ Սակայն ավելի լավ կլինի դիագրամը տեղափոխենք առանձին շիթ։ Աջ քլիք Move Chart to New Sheet, OK, և մեր շրջանաձև դիագրամը արդեն գտնվում է նոր շիթում, որը կրում է Chart 1 անվանումը։ Այստեղ արդեն կարող ենք ֆորմատավորել մեր դիագրամը մեր ուզած ձևով։ Ես օրինակ կավելացնեմ տվյալները Add Data Labels։ Խնդրեմ, հայտնվեցին մեր թվերը, մակերեսներն արտացոլող թվերը։ Ես կմեծացնեմ այդ թվերի չափսերը, այսպես, կփոխեմ դրանց ֆորմատը, որպեսզի բացի թվային արտահայտությունից տեսնենք նաև տոկոսային արտահայտությունը։ Խնդրեմ, այս ներդիրում ընտրում ենք percentage տոկոսային ֆորմատը և տոկոսը հայտնվեց թվի կողքին։ Տեսեք, խնդրում։ Տեսնում ենք, որ ցամաքային մակերեսը երկրագնդի ընդհանուր մակերեսի 29%-ն է, իսկ ջրային մակերեսը 71%-ը։ Կարող եմ այդ տվյալների դիրքերը նույնպես փոխել, դիագրամից դուրս, դիագրամից ներս, կենտրոնում և լավագույն տեղադրվածությունը ես կընտրեմ աղյուսակի դիագրամից դուրս, OK։ Ֆորմատավորման արդյունքում կարող ենք փոխել ինչպես դիագրամի գույները,
այնպես էլ նրա ֆոնի գույները, թվերի գույները, չափերը, ֆորմատները, խնդրեմ փոխենք դիագրամի ֆոնը։ Այսպիսի բազմաթիվ տարբերակներ արդեն ճաշակի հարցեր են, գրադիենտային, ընդհանուր մի գույն, կոնկրետ ֆորմատներ։ Ես կընտրեմ երևի թե այս տարբերակը։ Նաև մեծացնենք դիտարկող երևույթների անվանումները։ Եվ կունենանք հետևյալ աղյուսակի հիման վրա կառուցված շրջանաձև այս դիագրամը։ Եվս մի նրբություն, որևէ մեծություն առանձնացնելու համար կարող ենք նաև դիագրամի մեջ առանձնացնել տվյալ մեծությունն արտացոլող հատվածը։ Օրինակ այսպես, առանձնացնենք ցամաքային մակերեսը։ Խնդրեմ, սա նույնպես հնարավոր է։ Ավելի շատ դիտարկող երևույթների դեպքում համապատասխանաբար մեր շրջանաձև դիագրամը կբաժանվեր ավելի շատ հատվածների։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։